Արմավիրի Արարատի մարզերում կարկուտի վնասները կգույքագրվեն։ Մարզպետարաններն ու գյուղական համայնքներն աշխատում են այդ ուղղությամբ։ Կհասկանանք ինչպես կարող ենք ուրեմն փորձենք, որպեսզի աջակցենք մեր քաղաքացիներին, որպեսզի մեր գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չվնասի։ Հակակարկտային կայանները կրակել են, բայց այնպես չէ, որ դրանց արդյունավետությունը 100%-ի է հասնում։ Շատ ուժեղ անձրևային հոսք է սկզբում եղել, որի արդյունքում խնդրեմ է առաջացել սարքի հետ, եւ սարքը ըստ էության չի աշխատել, 1 թե 2 գյուղում եղել է այդպիսի բան։ Տրանսպորտային միջոցների առողջարքը թվային հարթակում իրականացնելու դեպքում քաղաքացիները հնարավորություն կունենան մեքենայի հաշվառման համարանիշը ստանալ նաև փոստային առաքմամբ, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում։ Սա եւս հավելյալ ծառայություն է մեր քաղաքացիների համար, եթե քաղաքացիները ցանկություն չունեն այս ծառայությունից օգտվելու, ստանդարտ ձևաչափով ֆիզիկական այցելությունը հաշվառման քննական ստորաբաժանումներ բնականաբար պահպանվում է։ Եթե անձը տեսական գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն 1 շաբաթ հետո ունի վերահանձնման հնարավորություն։ Ներքին գործերի նախարարությունը ստացել է դիմումներ եւ քաղաքացիները առաջարկել են որոշակի գումարի դիմաց վերահանձնել քննությունը, անգամ հաջորդ օրը։ Նախարարությունն առաջարկում է, եթե անձը հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ 45000 դրամ գանձվի, եթե երրորդ օրը, ապա 30000 դրամ։ Սա հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար, այսինքն ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր անց վերահանձնում է, սա պահպանում ենք։ Եթե անձը ցանկություն ունի եւ ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք այս իրավական հնարավորությունը։ Հայաստանում վարորդը բացի պլաստիկ տարբերակից կարող է ունենալ նաև թվային վկայական։ Պլաստիկ քարտ չունենալը տուգանքի չի տանի։ Օրենսդրական այս կանոններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։ Ես կարող եմ իմ վարորդական իրավունքի վկայականը կոնվերտացնել թվայինի եւ չպահել ինձ մոտ վարորդական իրավունքի վկայական մեքենա վարելիս։ Միանշանակ, պարոն Գրիգորյան, այս պահին դուք ունեք գործող վարորդական վկայական, կարող եք դիմել ստանալ նաև թվային վարորդական վկայականը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական վկայականի գոյությունը այլևս բավարար կլինի երթևեկության մեջ իրավաչափ մտնելու համար։ Հայաստանում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար։ Տուգանք է սահմանված աշխատավարձի առավելագույնը 20 պատիկի չափ կամ ազատազրկում 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով։ Եթե վարժական հավաքներից խուսափեն իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով կպատժվեն 2-ից 5 տարի ազատազրկմամբ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։